Սիրելի եղբայրներ եւ քույրեր, ջերմորեն ողջունում եմ բոլորիդ։ Մենք շարունակում ենք մեր հոգևոր մեծ ճանապարհորդությունը Աստվածաշնչի էջերով, ծննդոցից մինչև հայտնություն։ Մեր նպատակն է յուրաքանչյուր գրքում եւ գլխում տեսնել Հիսուս Քրիստոսին, ով մեր կյանքի կենտրոնն է։ Այսօր մեր ուշադրության կենտրոնում են Թվոց գրքի 5-րդ եւ 6-րդ գլուխները։ Թվոց 5-րդ գլխում Աստված խոսում է իր ժողովրդի մաքրության մասին։ Աստված բնակվում էր նրանց մեջտեղում, ուստի ճամբարը պետք է լիներ սուրբ։ Այստեղ մենք տեսնում ենք 3 կարևոր պատկերներ։ Անմաքուրները պետք է հեռացվեին ճամբարից։ Աստված ասում է. հեռացնեք նրանց իրենց բանակից, որ չփխցեն իրենց բանակները, որոնց մեջ ես բնակվում եմ։ Խոստովանություն եւ հատուցում։ Եթե մեկը մեղանչում էր, պետք է խոստովաներ եւ վերադարձնիր վնասը, ավելացնելով դրա 1/5 մասը։ Նախանձի ջուր կար, սա Աստվածաշնչի ամենախորհրդավոր մասերից է, որտեղ կասկածի տակ գտնվող կինը պետք է խմեր դառը ջուրը, հասկանալու համար նրա մեղավորությունը կամ անմեղությունը։ Եթե այդ դառը ջուրը վնաս էր տալիս, ուրեմն նա խաբել էր, եթե վնաս չէր տալիս, ուրեմն լավ էր։ Ինչպես է այստեղ բացահայտվում Հիսուս Քրիստոսը։ Սա հզոր հայտնություն է։ Հիսուսը, ով կատարյալ սուրբ էր, մեր մեղքերի պատճառով ճամբարից դուրս հանվեց։ Եբրայեցիների 13:12-ն ասում է. Հիսուսն էլ որպեսզի իր արյունով սրբացներ ժողովրդին, դռնից դուրս չարչարվեց։ Նա կրեց մեր բորոտությունը ու անմաքրությունը։ Իսկ նախանձի ջուրը հիշեցնում է այն դառը գավաթը, որը Տեր Հիսուսը խմեց Գեթսեմանի պարտեզում եւ խաչի վրա։ Մենք էինք անհավատարիմը, մենք պետք է խմեինք անեծքի ջուրը, բայց Հիսուսը խմեց այդ դառը գավաթը իմ եւ քո փոխարեն, որպեսզի մենք անմեղ հայտարարվենք փառք Տերոջը։ Իսկ Թվոց 6-րդ գլուխը ներկայացնում է Նազովրեցու ուխտը, բացարձակ նվիրվածության օրինակը։ Նազովրեցին պետք է հրաժարվեր գինուց, չկտրեր մազերը եւ չմոտենար մահացածին։ Սա սրտի առանձնացում էր Աստծո համար։ Ինչպես է այստեղ բացահայտվում Հիսուս Քրիստոսը։ Հիսուսը մեր կատարյալ նազովրեցին է։ Նա ամբողջությամբ առանձնացված էր Աստծուն։ Նա մաքուր մնաց մահվան հպումից, քանի որ նա ինքը կյանքն է։ Նա կատարեց Աստծո ուխտը մինչև վերջ։ Եվ այս գլխի գագաթնակետը Ահարոնյան օրհնությունն է։ Տերը օրհնի քեզ եւ պահպանի քեզ, Տերը լուսավորի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ, Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ խաղաղություն տա։ Թվոց 6:24-26 խոսքերն են։ Սիրելիներ, Հիսուսը Աստծո լուսավոր երեսն է։ Երբ մենք նայում ենք Քրիստոսին, մենք տեսնում ենք Աստծո ժպիտը մեր հանդեպ։ Նա մեր խաղաղությունն է եւ մեր պահապանը։ Այսօրվա ուսումնասիրությունը մեզ սովորեցնում է 2 բան. սրբություն, մեր կյանքը Աստծո բնակարանն է։ Եթե կան թաքնված մեղքեր կամ անարդար հարաբերություններ, եկեք բերենք դրանք Քրիստոսի լույսի ներքո, խոստովանենք եւ ընդունենք նրա մաքրող այրունը։ Առանձնանանք Նազովրեցու պես։ Այսօր դու եւ ես ընտրենք մի բան, որից կհրաժարվենք հանուն Աստծո։ Միգուցե դա սոցցանցերի ժամանակն է կամ մի սովորություն, որը խլում է ձեր հոգևոր ուժը։ Առանձնացրեք ձեզ Տիրոջ համար եւ դուք կտեսնեք նրա երեսի լույսը ձեր կյանքում։ Եկեք ավարտենք աղոթքով։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք քեզանից,
որ դու խմեցիր մեր դառը գավաթը եւ մեզ օրհնություն տվիր։ Մաքրիր մեր սրտերը ամեն տեսակ անմաքրությունից։ Օգնիր մեզ այսօր լինել քեզ նվիրված եւ քայլել քո լուսավոր երեսի առջև։ Թող քո խաղաղությունը տիրի մեր տներում եւ մեր սրտերում։ Ամեն։ Թանկագիններ, եթե այս ուսուցումները օրհնություն են քեզ համար, կիսվիր եւ գրիր մեկնաբանություններում, թե որտեղ տեսար Հիսուսին տվյալ գրքում։ Կհանդիպենք հաջորդում։ Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը։ Եղիր օրհնված։